Ժպտում է Փաշինյանը, երբ խոսում է իր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումների մասին։ Առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում։ Ժպտալուց բացի հրապարակավ շնորհակալություն է հայտնում Ալիևին եւ հայտարարում 2028 թվականին պատրաստ է մեկնել Բաքու։ Հոգ չէ, որ Ալիևը մերժել է իր հրավերն ու Հայաստան չի այցելել։ Բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովն այնտեղ անցկացվի։ Տեսակապով Երևանին միացած Ալիևը սեփական ելույթի ժամանակ օգտագործեց այսպես. Նախ Արցախի ղեկավարությանն անվանեց ռազմաքաղաքական հանցագործներ։ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին եւ պատերազմական հանցագործներին բերել արդարությանը։ Ապա սկսեց գովել ինքն իրեն արժանանալով Փաշինյանի շնորհակալությանը։ Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին։ Վերջին 24 տարվա մեջ առաջին անգամ Հայաստան այցելած Վոլոդիմիր Զելենսկին խոսելու իր հերթն օգտագործեց, կոչ անելով գործել հանուն իր շահերի։ Հայաստանից եվրոպական երկրների ղեկավարներին հորդորեց տապալել Ռուսաստանը պատժամիջոցներով։ Մենք պետք է շարունակենք այս ճնշումը, մենք պետք է մղենք Ռուսաստանի դեպի դիվանագիտություն։ Զելենսկուց հետ չմնաց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ 8 տարի առաջ այս երկիրը շատ սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արմանյակ եւ Նիկոլը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը եւ այն որոշեց ապառիսկայնացնել երկիրը։ Ու մինչ եվրոպացի լիդերները մարզահամերգային համալիրի ներսում փաշինյանական ժողովրդավարության մասին ձոներ էին հյուսում ու լսում, մարզահամերգային համալիրից դուրս այլ պատկեր էր։ Ընդդիմադիր ազգային ուժերը բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ Եվրոպայի երեսպաշտության եւ հանուն իրական ժողովրդավարության։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։